Բարի երեկո, հորիզոնը շարունակում է աշխատանքը։ Հայաստանում է Սլովակիայի վարչապետը Ռոբերտ Ֆիցոյի դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Սլովակիայի վարչապետի առանձնազրույցը, որից հետո երկու երկրների վարչապետները քննարկումները շարունակել են ընդլայնված կազմերով, իսկ ավելի ուշ երկու երկրների ղեկավարները հանդես են եկել հայտարարություններով։ Պիտի ընդգծեմ, որ այս այցը իհարկե շատ խոսուն վկայությունն է մեր երկրների միջև ակտիվ քաղաքական երկխոսության եւ ես ուզում եմ պարոն վարչապետին շնորհակալություն հայտնել այն աջակցությունների համար, այո հենց աջակցությունների, որ վերջին տարիներին Սլովակիան տրամադրել է Հայաստանին, մասնավորապես Հայաստանի Հանրապետությունում Եվրամիության դիտորդական առաքելության ներկայությունը, որտեղ Սլովակիայի աջակցությունը էական է եղել, նաև եվրոպական խաղաղության գործիքի ծրագրերում Հայաստանի Հանրապետության մասնակցության առումով, իհարկե հիմա նաև ակտիվ բանակցային փուլ է վիզաների ազատականացման հարցով Եվրամիության հետ եւ մենք շնորհակալ ենք այս հարցում նույնպես Սլովակիայի ցուցաբերած աջակցության համար արդեն այսօր առիթ ունեցել ենք անդրադառնալու այդ թեմային, որ հաջորդ տարի Հայաստանում տեղի ունենալու գարնանը եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովը, որ շատ մեծ իրադարձություն է Հայաստանի համար եւ ընդհանրապես եվրոպական կարևորագույն պլատֆորմներից է եւ այդ հարցում նույնպես ես անձամբ դիմել եմ վարչապետ Ֆիցոյին եւ ստացել աջակցությունը ինչպես իր, այնպես էլ մեր մյուս եվրոպական գործընկերների, որը նույնպես ես շատ բարձր եմ գնահատում։ Իհարկե մեր համագործակցության օրակարգերը շատ ընդգրկուն են եւ մենք պայմանավորվեցինք, որպեսզի մեր առաջիկա համագործակցությունը կենտրոնացնենք մի քանի ուղղությունների վրա, քաղաքական եւ երկխոսություն, մասնավորապես այդ թվում Հայաստան Եվրամիություն հարաբերությունների համատեքստում շատ մեծ օրակարգ կա էներգետիկ ոլորտում համագործակցության, մասնավորապես միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության առումով նաև մենք քննարկեցինք ռազմարդյունաբերության ոլորտում համագործակցության հնարավորությունները եւ այդտեղ նույնպես տեսնում ենք որոշակի հնարավորություններ եւ ես հույս ունեմ եւ համոզված եմ, որ այս այցի արդյունքներով բոլոր այդ ուղղություններով մենք կունենանք կոնկրետ օրակարգեր եւ կոնկրետ նախագծեր։ Հարգելի պարոն վարչապետ, դուք նշեցիք միջուկային էներգետիկան։ Մենք Հայաստանը եւ Սլովակիան նույն ռեակտորներն ունենք։ Ես ձեզ ներկայացրի, թե որն է մեր տեսլականը, ինչ ենք ուզում անել Սլովակիայում մեր ատոմակայանի հետ կապված։ Մենք խոսում ենք օգտագործված միջուկային վառելիքի մասին։ Դուք եւ մենք ունենք մասնագիտացած ընկերություններ։ Եկեք նրանց միավորված ջանքերի միջոցով հրաշալի համագործակցություն ունենանք։ Համագործակցության մյուս ոլորտը, որը մենք շատ բաց քննարկեցինք, պաշտպանական արդյունաբերությունն է։ Ես ասացի, եթե թույլ կտաք կրկնեմ իմ ասածը, եթե մենք չարտադրենք զենք, մեկ ուրիշը դա կանի, եւ մենք ստիպված կլինենք գնել։ Եթե մենք պետք է շատ գումար ծախսենք մեր պաշտպանության վրա, ապա անենք այն, ինչ մենք կարող ենք անել որպես փոքր երկրներ, գտնենք ապրանքներ, որոնք մեր կարիքները կբավարարեն եւ միևնույն ժամանակ այս համագործակցությունը մեզ չի ստիպի գնել ուրիշ խոշոր գործընկերներից, Հյուսիսատլանտյան դաշինքից։ Ես պարոն վարչապետին տեղեկացրի երկակի օգտագործման նախագծերի մասին։ Մեր ռազմական բյուջեում ունեցած ֆինանսավորման հաշվին մենք նախագծում ենք ծրագրեր, օրինակ հիվանդանոցներ կամ ճանապարհների վերակառուցում, կամուրջների վերակառուցում։ Ես հավատացած եմ, որ բանակին անհրաժեշտ է ենթակառուցվածք, ոչ միայն զենք, ինչպես մենք անցյալում ենք տեսել։ Հաջորդ ոլորտն ընդհանուր փորձի փոխանակումն է։ Ինչպես դուք նշեցիք, պարոն վարչապետ, եթե հետաքրքրված եք, մենք ուրախ կլինեինք ձեզ ներկայացնել մեր փորձը Եվրամիության հետ կապված, որտեղ ենք թույլ տվել սխալներ կամ որտեղ հաջողության ենք հասել։ Հարգելի պարոն վարչապետ, ուրախ եմ, որ մենք կկարողանանք ձեզ ներկայացնել լավագույն փորձը, լավագույն պրակտիկան։ Սլովակիայում գտել ենք որոշ լուծումներ, օրինակ պետական գնումների ոլորտում կամ ռազմավարական ներդրումների մասին օրենքի տեքստում։ Ես համոզված եմ, դուք էլ կունենաք հետաքրքիր բաներ, որոնցից կարող ենք դասեր առնել։ Երկուստեք կարող ենք միմյանցից սովորել։ Ֆրանսիան հյուպատոսություն կբացի Սյունիքի մարզի Գորիս քաղաքում, այս մասին հայտարարել է այդ երկրի արտաքին գործերի նախարարը Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզյանի հետ բանակցություններից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում։ Իսկ Միրզոյանն իր հերթին նշել է, որ Ֆրանսիայի հետ հարաբերությունները որպես ռազմավարական գնահատելու հիմք են տալիս։ Նախարարները խոսել են նաև հայ-ադրբեջանական հարաբերություններից։ Մենք այժմ Ադրբեջանի հետ ունենք համաձայնեցված խաղաղության պայմանագրի տեքստ եւ ինչպես նախկինում այսօր եւս մենք պատրաստ ենք օր առաջ սկսել խորհրդակցություններ այդ պայմանագրի ստորագրման
տեղը, ժամանակը Ադրբեջանի հետ քննարկելու եւ որոշելու համար ընդհանրապես մեր շուրջ խաղաղ եւ անվտանգ միջավայր ձևավորելը մեր տարածաշրջանը նկատեմ անմիջական հարաբերությունը Հայաստանի արտաքին քաղաքական գերակայություններից է, առաջնահերթություններից է։ Մենք նաև տեղյակ եք հարաբերությունների կարգավորման շուրջ խոսակցություն ունենք Թուրքիայի հետ եւ տրամադրված ենք ամբողջապես նոր խաղաղ անվտանգ տարածաշրջան կառուցելուն համենայն դեպս մենք Հայաստանի Հանրապետությունը մեր կողմից այդ ուղղությամբ բոլոր քայլերը անում ենք եւ պատրաստ ենք շարունակել En Arménie, je suis donc venu Ես եկել եմ եւս մեկ անգամ հավաստելու Ֆրանսիայի աջակցությունը, որը նախագահ Մակրոնի ակնկալիքով պետք է լինի կայուն, ամբողջական եւ անխախտ։ Ֆրանսիան աջակցում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև դժվար բանակցություններին, որոնց արդյունքում արդեն իսկ համաձայնեցվել է երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի տեքստը։ Ցանկանում եմ ընդգծել վարչապետ Փաշինյանի համարձակությունը։ Ժամանակն է համաձայնագիրը ստորագրելու եւ ավերացնելու։ Այդ մասին են ասում Ֆրանսիան, Միացյալ Նահանգները եւ ամբողջ Եվրոպան, աջակցելով Հայաստանի ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը։ Մենք պետք է ներկայացնենք մեր փաստարկները, լսենք ադրբեջանական կողմին եւ փորձենք այնուամենայնիվ լուծում գտնել եւ հենց սա էլ ընդհանրապես որևէ հարցում բանակցությունների իմաստն, եթե վերցնենք որևէ խնդիր, որտեղ կան երկու հակադիր դիրքորոշումներ եւ ընդունենք այդ երկու հակադիր դիրքորոշումները որպես վերջնական, ապա աշխարհում բազմաթիվ հարցեր չէին լուծվի, բայց մեր առաքելությունն է փորձել լուծում գտնել։ Փաշինյանը ներկայ է գտնվել Երևանյան երկխոսություն 2025 միջազգային համաժողովի բացման արարողությանը։ Միջազգային ֆորումը կազմակերպվել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության կողմից։ Ֆորումին մասնակցել են 40-ից ավելի երկրների շուրջ 600 մասնակիցներ, այդ թվում բարձրաստիճան պաշտոնյաներ, միջազգային կազմակերպությունների, գիտական շրջանակների ներկայացուցիչներ, վերլուծաբաններ, փորձագետներ եւ այլն։ Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական նիստի ընթացքում քննարկվել են մայրաքաղաքին վերաբերող մի շարք արդիական հարցեր, ներկայացվել են նաև առաջիկայում մայրաքաղաքում նախատեսվող միջոցառումները։ Հասարակական տրանսպորտի աշխատանքն առավել արդյունավետ կազմակերպելու եւ երթևեկության սահմանված գրաֆիկը պահպանելու նպատակով մշակվել էր ավտոբուսների համար նախատեսված առանձնացված գծերի ամբողջական երթուղի։ Տրանսպորտի վարչության տվյալներով ծրագիրը իրականացվել է միայն մասնակիորեն։ Նախագծով նախատեսվում է, որ երթուղին պետք է սկսվի նոր-նորքից եւ հասնի մինչեւ Մալաթիա Սեբաստիա վարչական շրջան։ Որպես փոփոխությունների առաջին քայլ հետիոտնային պատվաստները առաջարկվել են Հանրապետության հրապարակին հարող Աբովյան, Նալբանդյան եւ Արամի փողոցներում կիրառել սահմանափակումներ, որը պատկերում նշված է վարդագույն գույնով։ Միաժամանակ ուզում եմ հայտնել, որ Իլդեֆրանսի կողմից շարունակվում են ուսումնասիրությունները շարժունակության վերաբերյալ եւ իրականացվում են վերլուծություններ նշված հետիոտնային հատվածներին զուգահեռ ներդնելու հեծանվային եւ ինքնագլդորների համար առանձնացված երթուղիներ։ Առաջարկների քննարկման արդյունքում որոշում է կայացվել հունիս ամսվա ընթացքում իրականացնել ավտոբուսային առանձնացված գծերի շարունակության ապահովումը, ինչպես նաեւ երթևեկության փոփոխություններ մի շարք փողոցներում։ Պատկերում ներկայացված առաջիկա պլանավորված փոփոխությունների արդյունքում երթևեկության կազմակերպման նոր սխեմաները, որի նպատակն է հասարակական տրանսպորտը առանձնացնել ընդհանուր երթևեկությունից, ապահովելով արդյունավետություն եւ սպասարկման որակի բարձրացում։ Նախագծով սպասվում են նաև երթևեկության փոփոխություններ մայրաքաղաքի մի շարք փողոցներում։ Կատարվում են փոփոխություններ նաև կենդանաբանական այգում։ Նորոգվել են ճեմուղիները, գործող ենթակառուցվածքները, ինչպես նաև արդիականացվել են կենդանիների ազատավանդակները։ Այգին ի թիվս իր գործունեությունների մի շարք գործունեությունների նաև գիտական նախաձեռնությունների է մասնակցում եւ այս նախաձեռնություններից մեկի շրջանակներում այսօր արդեն այգում ցուցադրվում են Կովկասյան ազնվացեղ եղջերուներ, որոնք բերվել են Դիլիջանի ազգային պարկի եղջերուների բազմացման կենտրոնից։ Արդեն մի քանի օրից այգու այցելուները կարողանան տեսնել ցուցադրվող նոր մի քանի կենդանատեսակներ, որոնք նախկինում դեռևս չեն ցուցադրվել։ Առաջիկա օրերին նաև այգում հասանելի կլինի վճարովի նոր ծառայություն շրջայց գոլֆ քարով, ցանկության դեպքում նաև ուղեկցողի մասնակցությամբ, որը կարողանա պատմել կենդանիների մասին եւ ավելի հետաքրքիր դարձնել այցելությունը։ Խոսելով առաջիկա միջոցառումների մասին, Սիրարփի Այկազյանը նշեց, որ երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ հունիսի 1-ին կենդանաբանական այգում ժամը 11:00-ից մինչև 18:00 նախատեսված է մի շարք տոնական միջոցառումներ։ Զվարթ Ղազարյան, Հորիզոն։
Գազպրոմ Արմենիա ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 27-ին գազամատակարարման պլանային դադարեցումներ են նախատեսվում Վանաձորում, Երևանում եւ Մասիսում։ Գազպրոմ Արմենիա ընկերությունը տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 27-ին ժամը 10-ից մինչև ժամը 18-ը կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Աղայան, Իսրայելօրու, Ծատուրյան, Կոմիտասի, Հալաբյան, Կուրղինյան, Հովսեփ Էմինի, Մանուշյան, Նարդոսի, Նիզամու, Չերնիշևսկու, Պարոնյան փողոցների, ինչպես նաև Թումանյան, Տիգրան Մեծի, Միասնիկյան եւ Վարդանանց փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների ժամը 10-ից մինչև ժամը 16-ը Երևան քաղաքի Արաբգիր վարչական շրջանի Խաչատրյան փողոցի թիվ 21 բազմաբնակարան շենքի գազասպառողների ժամը 9-ից մինչև ժամը 19-ը Ավան վարչական շրջանի Աճարյան եւ Ծարավաղբյուր փողոցների առանձնատների գազասպառողների հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների ժամը 10-ից մինչև ժամը 16-ը Էրեբունի վարչական շրջանի Հաճեմյան փողոցի թիվ 19-ից 71 հասցեների առանձնատների գազասպառողների ժամը 10-ից մինչև ժամը 17-ը Էրեբունի վարչական շրջանի Աթոյան փողոցի թիվ 80 բազմաբնակարան շենքի գազասպառողների ժամը 10-ից մինչև ժամը 18-ը Արարատի մարզի Մասիս քաղաքի 7-րդ փողոցի 7-րդ նրբանցքի 3-րդ փողոցի նոր թաղամասի թիվ 38-39 բազմաբնակարան շենքերի գազասպառողների հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը եւ խնդրում պահպանել անվտանգության պահանջները։ Գազամատակարարման դադարեցումների մասին տեղեկատվություն ստանալու համար բաժանորդագրվեք Գազպրոմ Արմենիա ընկերության Telegram-ի ալիքին։ Այսքանը կհանդիպենք ժամը 22-ին հորիզոնի գլխավոր թողարկման առայժմ։